Երեսպաշտությանն էլ չափ ու սահման ունի, էլի։ Ես մի դրվագի մասին եմ ուզում ձեզ հիշեցնել։ Եվ նաև մեր սիրելի հայրենակիցները հուսով եմ շատ հեռավոր անցյալում չի դա տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ ինչ էր ասում էր. կառավարությունում եթե մեկը համարձակվի իմ կարծիքից այլ կարծիք հայտնի, մի վայրկյան անգամ չեմ թողի թե մնա։ Դուրս կանեմ ասում է։ Եվ մենք տեսնում ենք այդ process-ները ոնց է տեղի ունենում։ Հիմա օրինակ, էլի ասենք Արգիշտիկ Հարամյանին աշխատանքից ազատել են, Արգիշտիկ Հարամյանը քննչականի դռները փակում, ասում է բանալին իմն է, ոչ մեկ պիտի քննչական չմտնի։ Ոնց որ հիմի ձեզ սատարող նախկին հոգևորականներն են անում։ Եվ ես քիչ առաջ էլ ասեցի ինչ հոգևորական է ձեր ցույցերն ու միտինգներն ու ուխտիերթերը առաջնորդում։ Վազգեն Սարգսյանի սպանությունը գնդակահարությունը համարելով հրաշք մի երևույթ։ Էտա ձեր իրական պատկերը։ Հիմա վեհապար հայրապետը իր լիազորությունների շրջանակներում թեմի առաջնորդին ուրեմն լիազորությունները կասեցրել է, մի հատ բան եք սարքել, որ ինչ, հա, ճիշտ է արել, որովհետև Սահմանադրության 17-րդ կետով պետությունը եկեղեցին անջատ է։ Դարերով այդ կարգ եկել է։ Չէ դուք բարեփոխիչներն եք, բարենորոգիչներն եք, տեսնում եք ձեր կողքը կանգնած հոգևորականների բովանդակությունը, Բենտլի Սամոյիկ ասում, ես այդ որակավորումը չեմ տվել, ու միջև հիմա չեմ տալի։ Մեկ էլ տեսնում ենք, պարոն Ռուբինյան, ձեզ հետ համբերվում է։ Եվ այս ամեն ինչի մեջ, բանը գիտեք որն է, որ այն հոգևորականները, այդ տեսնում եք։ Պարոն Դանիելյան, դուք տեղյակ եք, չէ՞, որ եթե ես ու դուք իրար հետ հայտնվենք պատարագի, դուք էլ եք ինձ համբուրելու, ես էլ ձեզ, որովհետև պատարագի կարգն է այդպեսին։ Ուրեմն, չէ, իհարկե չեմ ուզի իրար հետ հայտնվենք պատարագի, բայց ամեն դեպքում։ Հուսով եմ նման բան տեղի չի ունենա, բայց գիտեք բանը որն է, որ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ այդ մարդկանց ասել եք, ձեր թերթերում հոդվածներում գրել եք, ասել եք այս խնդրի մեջ է, այն թեմայի մեջ է, այն թեմայի մեջ է, միանգամից բարենորոգվում է։ Ձեզ գիտեք ինչն է պակասում։ Մի հատ արշակավան կառուցեք ու ամեն ինչ նման տեղը։ Ամեն ինչ նման տեղը։ Ես ելույթ կունենամ։